Սոլոյին խփելուց առաջ լավ տանջել են։ Ուզեցել են տեղը իմանան։ Հեշտը ոչ մի բանից կուրսի չի եղել, բայց մեկը սպանել են։ Այդ մեսիջը քեզ։ Ու ինչ անեմ։ Եթե ես քայլ չձեռնարկեմ, տղեկից ճիշտ չեն հասկանա, յան կտան։ Իսկ եթե քայլ ձեռնարկես, քեզ էլ մեր հետ կսպանեն։ Էդ է ուզածդ։ Քեզ չի վերաբերվում, դու մի խառնվի։ Չեմ կարա չխառնվեմ կոշտ։ Այս ամեն ինչը նաև մեզ է վերաբերվում ու առհասարակ ես ուզում եմ հասկանամ ինչքան պետք է մենք այդ պատանդի կարգավիճակով ապրենք։ Ինչքան որ պետք է։ Սպասի կոշտ։ Ճիշտ է ասում Սոնան։ Դու հանուն ինձ պետք է ընտանիքդ վտանգի տակ չդնես։ Այս կռիվը մենակ հանուն քեզ չի։ Ես իմ համար էլ է, ու լիքը լավ տղեկի։ Հա, ճիշտ ես, բայց ոչ քո ընտանիքի հաշվին։ Ես կարամ կազմակերպեմ դուք ընտանիքով Հայաստանից դուրս գնաք։ Թեկուզ Վրաստան չգիտեմ։ Ընտանիքով ապահով կապրեք մինչև։ Չէ, Վիլեն, ես չեմ կարա կոշտին մենակ թողնեմ։ Ես չեմ հասկանում, քո ուզած ինչ է, մնաս թե գնաս։ Ես ուզում եմ, որ դուք հստակ պլան ունենաք, թե ինչից հետո ինչ եք անելու։ Սոնա, հստակ պլան ունենալու համար նախ մենք պետք է հասկանանք, թե մեր կողքով ով կա կանգնած։ Ու ես դրանով ես զբաղվում եմ։ Ու քանիսն են այսօր պատրաստ ես միանան։ Պապային Գերսամոն ժամանակին շատ լուրջ հեղինակություն ուներ քրեական աշխարհում։ Մարդիկ իրան հարգում էին։ Գիրսամոյը դա։ Այդ մարդը շուտվանից Յանա տվել ես թեմաներից։ Գնացել է գյուղ իր ֆերմայով զբաղվում։ Ես լսել եմ Սամոյի մասին։ Բայց այդ մարդը դժում մեր վախտով հարցերին չէր խառնվում։ Հա, ճիշտ է։ Բայց ազդեցությունը ու կապերը հələ չի կորցրել։ Ճիշտ կլինի իր հետ խոսալ։ Հաստատ մեզ ճիշտ խորհուրդ կտա։